Ինչը կարող է նպաստել, որ երեխաները փոքրուց սովորեն իրենց մտքերն արտահայտել զգացմունքների հիմքի վրա եւ ինքնուրույն։ Այս հարցը հուզել է տեսանելիք նախագծի հեղինակներին եւ այսօր մենք ունենք տեսանելիք մատենաշարի առաջին գիրքը, որի ստեղծագործական խմբի ներկայացուցիչների հետ կզրուցենք այսօր։ Բարև ձեզ, շնորհակալություն, որ ժամանակ եք գտել մեզ հետ զրույցի համար։ Իմ զրուցակիցներն են տեսանելիք նախագծի հեղինակ Լիլիթ Անտոնյանը եւ ստեղծագործական խմբի ներկայացուցիչ Հերմինե Ստեփանյանը։ Երբ ես առաջին անգամ ծանոթացա այս գրքի հետ, ինձ շատ զարմացրեց այն, որ արվեստի հիմքի վրա ստեղծված այս աշխատանքի բուն պատճառը դուք ներկայացնում եք որպես երեխաների ստեղծագործ մտքի զարգացմանը նպաստող գիրք։ Ինչպես ծագեց ընդհանրապես գաղափարը եւ ինչ տեղի ունեցավ, երբ սկսեցիք աշխատանքների մեկնարկը։ Ես շատ եմ սիրում արվեստ եւ իմ կարծիքով արվեստը շատ կարեւոր եւ առանձնահատուկ ձև է գիտելիքի յուրացման ձև։ Երբ ես մտածում էի, ոնց կարող ենք երեխաներին սովորացնել արվեստ, ինչ է նշանակում առհասարակ երեխաներին սովորացնել արվեստ, իմ մտքում ձևավորվեց, որ սովորացնել արվեստ երեխաներին նշանակում է սովորացնել նայել, տեսնել եւ իրանց զգացածը վերլուծել։ Ինձ համար այդ առանցքային էր, այդ նայել ու տեսնելը։ Ճանաչելու մասն էլ կա եւ շատ հետաքրքիր էր, որ զգալով երեխաները ճանաչում են։ Այո, արվեստը ինձ համար եւս ճանաչողական կարևոր ձև է։ Գիտեք, ինձ հետաքրքիր է եւ ես ինքս երեխա ունեմ, ու ես միտքը անկեղծ ասած արվեստի միջոցով երեխային ես կյանքի հետ ծանոթացնել, կյանքի հետ իրան առնչվելը, ոնց որ արվեստի միջոցով ավելի հետաքրքիր է։ Ես իմ երեխային միշտ սովորեցնում էի, որ պատրաստի պատասխանները հետաքրքիր չեն։ Ինձ միշտ հետաքրքիր էր, երբ որ երեխեքը հարցեր են տալիս։ Իրանք միշտ հարցեր են տալիս։ Ու այն պատրաստի պատասխանները ես որ միշտ իմ երեխուն տվել եմ, բայց միշտ նաև sense կողքից ասել եմ, գիտես, ուրիշ ձևեր էլ կան, ուրիշ պատասխաններ էլ կանան։ Լարի հետազոտենք, ուսումնասիրենք։ Այսինքն հիմա իմ երեխուն որ ասում ենք ինչ որ մի բան հիմնավոր ասում եմ, այսինքն պատրաստի պատասխան եմ տալիս, ինքը պիտի մտածի եւ ենթադրի, որ մաման սենց ասում է, ուրեմն ուրիշ պատասխաններ էլ կան, որոնք են այդ ուրիշները։ Ու իմ կարծիքով արվեստը ամենալավ ձևն է, այդ փնտրելու, կարծես սենց պատկեր է, շատ པարզ, չգիտեմ, ծառա նկարած, բայց այդ ծառը չի էլի, այդ ծառի միջոցով ծառի հետևում մի ամբողջ կոնստրուկտ է, պատմական կյանքի, ժամանակաշրջանի ու ոնց որ իմ նպատակներ այս տեսանելիքի միջոցով հենց երեխային ցույց տալ այդ որ նայի ծառա, բայց տես որ այդ ծառի հետևում ուրիշ բաներ կա, էլի, ուրիշ մտքեր է, ուրիշ կոնստրուկտ է։ Այսինքն սահմանափակ կամ վերջնական պատասխան չի տրվում։ Տրվում է մի կետ, որտեղից հետո երեխան ինքն իր մեջ կարող է վերլուծել, զգալ, մտածել եւ արդեն բացել իր մեջ զգացմունքների աշխարհը եւ Այս գիրքը հենց այդ կարողությունները ձևավորելու մասին է, նայել ու տեսնել, այդ հստակ կարողությունը, որ երեխայի մեջ պիտի ձևավորվի, ոնց որ այս գիրքը այդ կարողությունները օգնում է ձևավորել։ Ինձ թվում է խոսքային մասին է, որ մեր կյանքը, մեր միջավայրը միաշերտ չի, ինքը բազմաշերտ է եւ արվեստը, երբ որ արվեստի գործը նայելով դու տեսնում ես այդ բազմաշերտությունը։ Այդ բազմաշերտությունը տեսնելն ենք ուզում, որ երեխեքը սովորեն, որովհետև նայել դեռ չի նշանակում տեսնել։ Ինձ շատ զարմացրեց, օրինակ Բոսխին ինչպես եք ներկայացնում, որովհետև Բոսխի մասին սովորաբար խոսում են արվեստաբանական ֆակուլտետի ուսանողները, այդ ես չեմ պատկերացնում, որ դպրոցում այդ մասին կխոսեն։ Այս գիրքը նախատեսված է 5 տարեկանից բարձր երեխաների համար եւ իրենք մանկական աշխարհի համար ընկալելի միջոցներով Բոսխին միանգամից տեսնում են եւ միանգամից բացվում է ինչ-որ մի ավելի լայն էջ եւ սա ուղղակի թղթի կտոր չի, ես հասկանում եմ, որ դուք այս գիրքը ձևավորելիս պատկերացրել եք երեխայի համար ինչ տպավորություններ կստեղծվեն եւ սա էլ է շատ հետաքրքիր, թե ինչ գործ եք ընտրել, որովհետեւ
մի քանի էջ այն կողմ, երբ խոսում եք այլ թեմայից, հետո նորից երեխային դրթում եք, որ հետ գա եւ տեսնի այստեղ կապիկը, այս ստեղծագործության մեջ որտեղ է եւ ինչ էր անում։ Դուք ընդհանրապես ինչպես եք հանգել այս մոտեցմանը, ինչպես եք մտածել, որ կարծես սա երեխա գրածվի, անկեղծ ասած, ոչ թե մեծ մարդիկ, բայց ես գիտեմ, որ արվեստաբանների շատ լուրջ քննարկումների արդյունքում է ստեղծվել այս գիրքը, բայց ինչպես եք օրինակ այս բոլոր հանգամանքները հաշվի առել, որովհետև ամեն մի էջը ես տեսնում եմ, որ շատ տարբեր է, միջև եսին հասնելը դուք արդեն ինչ-որ հետաքրքրություն առաջացնում եք, այն ինչ ցավոք սրտի ակադեմիական կրթության մեջ չկա։ Հիմա դուք ինչ հույս ունեք, որ այս միջոցով դուք նաև կօգնեք, որ դպրոցում էլ 4 դասագրքային կրթությունը դառնա շատ ավելի հետաքրքիր, շատ ավելի երեխաների ուշադրությունը կլանող։ Կարող եմ սկսել ինչի են ոնց ենք ընտրել ոսխ։ Նախ այս մատենաշարը հենց առաջի հատորը կենթանիների մասին է, մարդ-կենթանի հարաբերությունների մասին է, ինչքանով է մարդը կենթանի, մարդը եւս կենթանի է, ու այս հետաքրքիր այլի մեր երեխուն կարող եմ հիշել, երբ որ ես նույնիսկ զապիս ունեմ, որ ասում եմ մարդը ով է, ասում եմ դե եթե առարկա չի, ուրեմն կենթանի է։ Այս այո, միանշանակ մարդը կենթանի էակ է, նաև ուղիղ իմաստով կենթանի է։ Եվ ոսխի գործը, որ մարդը կենթանի է, ինքը լավ իլյուստրացնում է։ Այնտեղ որ նայեք, անհասկանալի է, կենթանին մարդու է ատում, մարդը կենթանի է ատում, այս լրիվ ամեն ինչը ցույց տված է ոսխի գործում։ Բայց նաև մեր համար առանցքային էր, եթե տեքստը կարդացել եք, այնտեղ մենք սկսել ենք նրանով երեխաներին հարց ենք տալիս, ով է, տես ինչ որ մեկ ուսումնասիրում է, քոպես հետաքրքրասեր է, ունդեղ բուն է, ու իրան պիտի փնտրես գտնես, ոնց որ զուգահեռ ենք տարել երեխեն, որպես ուսումնասիրող, հետազոտող էակ, կենթանու հետ, բուի հետ։ Դե հայտնի է, չէ, որ բուն հենց ասում ես կրթություն բուն է գալի միտքդ։ Ոնց որ մենք այդ զուգահեռը նայի, բուն որպես կենթանի տենց հետազոտող էակ, դու էլ որպես երեխա այդ հետազոտող ուսումնասիրող էակ, այդ զուգահեռները տարել ենք ու ինձ թվում է շատ հավես է ստացվել։ Ու միանգամից ծանոթացրել ենք նաև հերոսին։ Հա, ու նաև ծանոթացրել ենք հերոսին։ Ինչի է մեր հերոսը բուն, ոնց որ այդտեղ էլ այտենց առանցքային մեր շեշտադրումներ էլի։ Այստեղ շատ կարևոր է նաև լեզուն, որովհետև լեզուն պարզ է, բարդ չէ, բայց միևնույն ժամանակ խորքեր ունեն տեքստերը բոլոր գործերի հետ կապված արվեստային, որովհետև բոլոր արվեստի գործերը ունեն այդ խորքեր եւ խոսքը պիտի համապատասխաներ, այսինքն ուզած-չուզած համապատասխանել է, եթե ներկայացնում է ստեղծագործությունը, եթե ստեղծագործությունը խորություն ունի, ուրեմն տեքստը էլ է խոր, եթե դու արդեն հասցրել ես նայել եւ տեսնել, այսինքն այս տեքստերը գրվել են ոչ թե նայելուց հետո, եթե շարունակենք մեր այդ սկզբունքը, որը գրքի հիմնական սկզբունքներից է, ինչպես ասես Լիլիթը, որ նայել ու տեսնելու մասին է։ Այս տեքստերը գրվել են ոչ թե նայելուց հետո, այլ տեսնելուց հետո են գրվել այս տեքստերը։ Ավելի պարզ եթե ասեմ, այս տեքստերը նախ ինչ-որ տեքստի վրա գրված տեքստեր լինեն, այսինքն սկզբում եղել արվեստաբանական վերլուծությունը, արվեստագետի աչքով տեսնելը, այդ ամեն ինչը, հետո նոր դա ես դարձրել եմ ոնց որ երեխեքի համար ինչքան որ հնարավոր ավելի հասկանալի, հետաքրքիր։ Ու այս իմաստով տեքստերի գրելու սկզբունքը անձամբ ինձ համար է եղել, որ ես երեխեքի հետ դիրքավորումը խոսքի մակարդակում լինի հավասար։ Վերևից դիրքավորում չլինի, այլ որ դուք ասում եք, որ երեխան ագրել այդ ամենամեծ գնահատականներից է ինձ համար, որովհետև ես չեմ ուզել, որ անկեղծ ասած մեր խմբում չկա մի մարդ, որ տենց վերևից դիրքավորված երեխեքի հետ խոսի եւ անկեղծորեն ոչ թե դա սկզբունք է իրանց համար, այլ բնական վիճակ է, իրանք երեխեքի հետ հավասարը հավասարի հետ են շփվում, ու այդ իմաստով ջանք չի թափվել, որ հանկարծ տենց չլինի։
փորձել եմ հանկարծ մեկ խեղճ ուսուցիչների օրինակ ենք բերում, այդ իրական ուսուցիչի ինձ համար շատ կարևոր բան է, ես շատ եմ սիրում սովորեցնել, դասավանդել, բայց մի քիչ այդ մեզ համար ստերեոտիպային այդ բանը, որ ուսուցիչները անընդհատ sense չոր սովորեցնում են, հա, այո, պարտադրողական այդ վիճակները չլինեն հանկարծ, այդ դրանք դե չէին լինի, ոնց ասում են, որովհետև մենք տենց չենք երեխեքի նկատմամբ, մեր վերաբերմունքը ընդհանուր, բայց շատ հնարավոր է, որ երբեմն ավելի գիտուն երևա ենք, այսինքն ես գիտեմ, որ էսը սենց է, դու էլ իմացի, տենց չլինի։ Ոչ, հնարավորինս պարզեցված էր եւ բացի այն, որ ցույց եք տալիս, որ այսպիսի հետաքրքիր բաներ կան, օրինակ շան թեման այստեղ Մարտիրոս Սարյանի եւ Պոլ Գոգենի զուգահեռով եք ցույց տվել, որը շատ հետաքրքիր էր օրինակ ինձ համար եւ միևնույն ժամանակ դուք այնտեղ մի հետաքրքիր ձևել եք գտել, որ փուչիկից ինչ որ ձևով շան կերպար ստանալ, այսինքն այստեղ դուք տալիս եք շատ մեծ արժեք, միևնույն ժամանակ այդ հնարավորությունը տալիս եք, որ ինքը իր ձեռքերով նաև ստանա իր ամենաառօրյա առարկաների միջոցով։ Այդ մասին շատ եք մտածել, թե ուղղակի ինքնըստինքյան այդպես է ստացվել։ Չգիտեմ, այս քրքի ամեն մի էջը մտածելով է արվել, բայց աշխատելու ընթացքում այս քրքի առանձնահատկությունից մեկն է նա, որ հավաքված խմբում բոլորը իրենց տեղում շատ լավ մասնագետներ էին եւ ընտիր իրենց գործը անում էին, բայց այդ գործը առանց ստեղծագործական խմբի քննարկման չէր արվում։ Այսինքն ինքը տենց անհատական մեծ ջանքերի աշխատանքի միջոցով ստեղծված գիրքա, որը երբեք դժվարանում ենք ասել ով է հեղինակը, որովհետև ինքը ստեղծագործական խմբի կողմից է ստեղծվել։ Այսինքն այդ մեր հաճախակի պարբերական մեր քննարկումները, անկախ նրանից տեքստա քննարկվում, դիզայները, նկարիչը, բովանդակության հեղինակը, դե Լիլիթի Վարդանի մասին էլ չեմ ասում լուսակի, բայց բոլորը ներկա են եղել բոլոր փուլերի քննարկումներին։ Այսինքն ինձ համար օրինակ որպես տեքստերի հեղինակ շատ կարևոր է եղել Միքայելը կամ Ամոն ինչ կասեն կամ Լիլիթը ինչ կասի, չգիտեմ, ինձ համար շատ կարևոր է եղել։ Գուցե ես իրանց ասածը չեմ ասենք տեղափոխել նույնությամբ տեքստի մեջ, բայց ինձ նենց անգնահատելի հուշումներ, հղումներ են տվել, իսկ ինչ վերաբերում է երեխեքի լեզվով գրել, մի քիչ ինձ համար դա ավելի հեշտ է, որտեղ ամբողջ կյանքում երեխաների հետ եմ աշխատել, ոնց ասում ենք, երեխաների հետ, երեխաների համար, երեխաների մասին։ Այլապես դժվար էր գտնել որևէ այլ տարբերակ, ասենք Միքելանջելոյին ներկայացնելու համար, ասում եք քարից հարթ մաշկով մարդ ստեղծելու, այսինքն մի քանի բառով ըստ էության դա գիտեք, դա արվեստաբանական հենց մոտեցումն է, որ երեխեն արվեստի լեզուն հասկանա, որովհետև արվեստը ինչ է, ֆորմա է, նյութ է, չէ, գույն է, ձև է, մենք ուզել ենք, որ ներսից ճանաչեն արվեստը, ոչ թե դա մի կախարդական, մի չգիտեմ, կախարդական ազդեցությամբ դրա մասին չի խոսքը, այսինքն մաքսիմում մոտեցնենք արվեստին, ասենք տես ինքը նյութից է սարքած, հետո գույն է տված, հետո սրա համար սա են արել, հետո ինքը տես գործիքներ ունի իր, այդ արվեստի լեզվին ծանոթացնելն է եւ արվեստի աշխարհ բերելն է, ոչ թե արվեստի մասին գիտելիք տալն է, որ ես չգիտեմ ինչ անելու այդ երեխեն, էլի, ասենք թե մի 4-5 հատ հրաշալի ստեղծագործողի անուն իմացավ կամ գործերի անունների հիշեց, այնց էլ հպարտ երբեմն երեխեք հետ ասում են, ես մտածում եմ, ասենք փաստորեն մեծերի սխալն է, էլի, որ երեխու համար ոչ թե կարևոր է այդ արվեստագետը կամ արվեստի գործը իր ստեղծած, այլ ինֆորմացիան, այլ կարևոր է, որ ես իմանամ իր անունը։ Այդ անունը իմանալը, արվեստագետի կամ արվեստի գործի անունը իմանալը մեր կարծիքով երեխուն ոչինչ չի տալիս, առավել ևս արվեստի մասին ոչինչ չի տալիս։ Մեր նպատակը արվեստին երեխուն մոտեցնելն է, որպեսզի երեխան եւս մի հնարավորություն ունենա, մի գործիք ունենա
մի լեզու իմանա միջավայրը կարդալու, իրան հասկանալու։ Լիլիթ, երբ նոր եք պատրաստվում այս աշխատանքը գլուխ բերելուն, օրինակ կմտածեք, որ Կանդինսկին կարող է 5 տարեկան երեխաների համար նախատեսված գրքում ներկայացված լինի եւ ներկայացված լինի որպես շարժումը գույնով եւ ձայնով արտահայտող արվեստագետ։ Անկեղծ ասած, այո։ Ես դա պատկերացնում էի, որտեղ վաղուց այդ ոլորտում եմ ու պատկերացնում եմ ինչա արվեստ է ու նաև ոնց էլի պիտի նշեմ իմ երեխայիս հետ շփման առումով, որտեղ անդադ թանգարաններ, իրան ցույց տալ գործեր, ես հասկացա, որ հետաքրքիր է նաև Հերմինեն շատ հավես բան նշեց, էլի, որ ամեն շերտը արվեստի գործ է, այսինքն երեխան պիտի հասկանա նաև, որ այդ անողը իր նման երեխա է եղել։ Այդ շատ կարևոր է մեզ եղել, որ ես իմ այնտեղ անհաս մի բան չի, էլի, քո նման երեխա է եղել, ինչ հարցեր են տվել, հա, հետո մեծացել լավ ճիշտ հարցադրումներից ելնելով ծնողների այդ ճիշտ սխալ, այստեղ ոնց որ եթե նույնիսկ դու երեխուն ասում ես, այս ճիշտ է, այս սխալ է, երեխան պիտի մի հատ մտածի, հասկանա, լավ, խի այդ կարևոր հարցադրումների միջոցով ոնց որ այս գիրքը հենց դրա մասին է։ Օրինակ արվեստաբանները, փիլիսոփաները շատ ինչքան որ ես լսել եմ, մի տեսակ այլ տեղերից են խոսում, բայց այստեղ պատկերը գույնով եւ ձայնով շարժման համատեքստով տալը երեխային մի տեսակ փոքրուց էլ շատ հետաքրքիր է եւ գործը, որ ընտրված է, մի տեսակ այնպիսի աշխատանք է բնականաբար, որ իրեն դա գրավելի է, որովհետեւ գույները, ընդհանուր պատկերը եւ այլն, բայց նաեւ այս փոքր տեքստով այդ մեծ սիմպաթիան առաջացնելու մղումը այստեղ ակնհայտ երևում է եւ դուք փաստորեն դա արել եք, հասել եք ձեր ուզածին։ Կանդինսկին ունի գույնի տեսություն եւ ինքը այդ ամեն ինչի մասին խոսում է, մենք չենք հորինել։ Այդ արդեն լավ արվեստաբանները տենց են։ Հա, լավ արվեստաբանները խոսել են այդ մասին։ Եվ կարևորը հենց դա է, որ այդ ինչ որ խոսել է, դա հասցնել երեխային շատ պարզ տեքստով, առանց վերամբարձ ինչ որ բաների, որ իր մոտ այդ հետաքրքրությունը գնա, եւ ուզում եմ նաեւ առանձնացնել ձյուրերի մասին, երբ որ անդրադառնում եք հայացքը ուղղելու, հայացքի խորության մասին, սա իմ ընկալմամբ ուշադրություն ապահովելու մասին է։ Այնինչ ուսուցիչները դպրոցում չեն կարողանում ցավոք սրտի շատ դեպքերում անել, դուք սա փորձում եք այս ամեն ինչից հետո նաև այդ ուշադրությունը սևեռելու հատվածին անցնել։ Էլի ոնց որ այս ամեն ինչը կապ չունի տեքստ գրողը, ձևավորողը, իլյուստրացիա անողը, բովանդակություն ստեղծողը, ես որպես մտահղացման հեղինակ, Վարդան Ազատյանը որպես կոնցեպտի կարևոր մշակողներից բոլորը աշխատել են նայել ու տեսնել այդ հղացքի վրա, այդ առանցքայինը ինչ արվել է այս գրքի վրա, ով աշխատել է, հիմքը դա երեխան պիտի սովորի, ոչ թե սովորի, այլ այդ գործիքները, մենք իրան ինչ ոնց գրել ենք, ոնց գործի մասին խոսել ենք, ոնց Միքայելը ձևավորել է, ոնց դիզայները ինչ որ sense շրջանակներ է մտածել։ Այդ ամեն ինչը հələ նայի ու տես։ Ամեն ինչը դրա մասին է։ Հա, դից ավելի բան որ ընդհանրացրած ասենք, գիրքը ստեղծելիս մեր նպատակը եղել է մեր աչքի առաջ երեխան է եղել։ Մենք մտածել ենք երեխայի մասին։ Ոնց անենք, որ իրան հասկանալի լինի, հետաքրքիր լինի, գրավիչ լինի, օգտակար լինի, հնարավորություններ ստեղծի, ընդունակություններ զարգացնի, ինչ որ աշխարհներ բացի, էմոցիոնալ դաշտի հետ ոնց աշխատի գործը, էմոցիոնալ ինտելեկտը, որը կարծում եմ շատ կարևոր բաներից մեկն է մեր հանրության համար, պակասից մեկ հատկապես էմոցիոնալ ինտելեկտի վրա քիչ են ուշադրություն դարձնում, դե դրա համար տենց անուններ, թվեր, փաստեր ենք սովորացնում էլի։ Եվ ինքնուրույն դրա արդյունքում վստահ ենք եղել, որ ինքը սկսելու է մտածել։ Եվ մեր զրույցի այս հատվածում բացահայտեմ գաղտնիքը, հա, ինչու ես որոշեցի ձեզ հետ զրույցի միջոցով հասկանալ, թե ինչ եք տալիս երեխաներին, ինչ մտքերի աշխարհի մեջ եք փորձում տանել։ Արդեն երկրորդ տարին է Մեդիան հանուն կրթության հասարակական կազմակերպությունը ուսումնասիրում է Տավուշում գրվող էսսեները եւ
տեքստերը կարդալիս ես ամեն տեքստի ընթերցանության ժամանակ պատկերացնում եմ, թե երեխան ավելի վաղ տարիքում ինչ գրքեր է կարդացել, ինչ է զգացել, ինչպես է ինչ-որ ինֆորմացիա ստացել, ինչպես է փորձել դա անգիր անել, ինչպես է ստացվել եւ այլն։ Եվ երբ տեսա ձեր գիրքը, ես մտածեցի, որ եթե մենք բոլոր երեխաներին կարողանանք հասցնել որակյալ գրականություն ցածր տարիքից, խոսքը ինֆորմացիայի ճիշտ մշակմամբ ներկայացվող, զգայական շերտերով ներկայացվող գրականության մասին է։ Իմ մոտ այդ վստահությունը կա, որ երեխայի միտքը կլինի բոլորովին այլ որակի։ Դուք այս գիրքը երբ պատրաստում եք, մտածել եք, որ երեխայի միտքը ինչպես կզարգանա, որոնք մեր երկրի ապագա մեծահասակ քաղաքացիներ են, որոնք հետո պիտի ինչ-որ հարցերում կարևոր որոշումներ կայացնեն եւ այլն։ Դե մտածելը առանցքային է, ինձ թվում է հենց այս, որ երեխան երբ որ սովորականին նայում է, բայց դու ասում ես նայի գույն չի, գույնով շարժումն ենք փոխանցում, արդեն երեխան սկսում է ուրիշ հայացքով դրան նայել։ Հետո դու մի հատ էլ հավելում ես, դու ինչ կասես, իրան կարևորելով, որ դու էլ կարող ես կարևոր բան ասել, այստեղ նաև այս գրքի առանձնահատկությունը շատ կարևոր է, ում հետ աշխատում է, էլի, որ երեխան երբ որ իրա տեսածն է ասում մեր հուշումներից հետո, ոչ թե ասես չէ սխալ է, այտենց բան չկա, այլ կարևորես։ Ոնց որ այդ մտածելը, իրան կարևորել է, այդ հավես պահը կա այս գրքի մեջ։ Եվ նաև եսն էլ բերել եք բավականին առաջին էջերում, որ ինքը միանգամից ինքը իր եսով շարժվի դեպի ճանապարհորդություն, հա, որ ծանոթանա նոր աշխարհներին, իր համար գուցե անծանոթ մարդկանց, որոնք ինչ որ ժամանակ ապրել են եւ մեծ ստեղծագործությունների հեղինակ են դարձել։ Թեպետ այդ եսը բույն ավերաբերում հերոսին, շարքի, բայց ճիշտ նկատեցիք, այո, ես, այո, որովհետեւ հենց այդ փաստը, որ նոր խոսեցինք անուններ են սովորեցնում, չգիտես, ես վերջերս Լիլիթա աղջկան իր օրինակ բերի, ես այդ հորնիկիս, ասենք, պատմում են դպրոցում, որ ասում են ով որ գիրքը կարդա, ամառային ընթերցանության, մենք իրան աստղիկ կտանք, ով շատ աստղիկներ ունենա, նվեր կստանա եւ իրան գտնում են, որ այդ մի հրաշալի մեթոդ են իրանք մշակել, որ երեխան գիրքը կարդա։ Այստեղ երկու կարևոր մասերը, հա, երեխան ու գիրքը չկան, ինչ որ աստղիկներ ու նվերներ են, ու ասենք այդ ես չգիտեմ իրանց նպատակը որն է։ Այո, ինչ որ բաներ դնել էլ, այտենց թռչնակներ, պտիչկաներ դնելն է, որովհետև երեխան այնքան ես որ զրուցեցի թորնիկիս հետ այդ գրքի մասին, Պինոկիոներ, սկսեց հարցեր տալ, սկսեցինք վերլուծել, սկսեցինք փորձել հասկանալ, կեսից որ սենց աներ, նենց չաներ, ինչ կլիներ իր հետ, ինքը տարվեց այդ գրքով։ Ու առանց աստղիկների, ու առանց նվերների։ Առանց աստղիկների բուն բովանդակությամբ ու այդ իր ամբողջ էությամբ տարվող միտքը ոնց կլինի։ Ազատ։ Իսկ ազատ միտքը ազատ կամ իրար հետ շատ խիստ կապված են, այսինքն ինձ համար ազատ միտքը դաշտ է բացում ստեղծագործելու, արարելու։ Իսկ ստեղծագործող, արարող մարդը անգնահատելի է ցանկացած հանրության համար, հասարակության համար։ Երեխային պիտի միշտ խրախուսես, որ երևակայ է, որտեղ իրանք ասենց շատ հավես երևակայություն ունեն։ Մի քիչ այդ ճիշտ հարցադրումներով, ճիշտ հարցերը ինձ թվում է մտածելու ամենակարևոր հիմքերից են։ Ու առանց պարտադրելու երեխային պատասխաններ։ Այդ ազատ միտքը նաև հետաքրքրասեր միտքն է, չէ՞։ Ճիշտ փնտրող միտք, փնտրող, ուսումնասիրող, հա, ավել հարց տվող, էլի, այդ պատրաստի պատասխանին մի հատ էլ ասում է, չէ, բա ոնց էլ կարա լինի, էլի։ Ինքը իր սեփական կյանքը հետազոտողն է, իսկ այդ նշանակում է նաև պատասխանատվություն իր վրա վերցնողն է։ Այսինքն ինքնաճանաչման բարձր մակարդակն է մենակ բերում նրան, որ դու պատասխանատվություն ես վերցնում քո վրա։ Իսկ դες լավ բաներ ենք ասում, հուսանք, որ այս մեր տեքստերը ինչ որ ձևով մի կաթիլ գոնե այդ հարցում կօգնեն։ Համենայնպես մեր ցանկությունները, նպատակները
գիտեք, տենց հատուկ նպատակ բառը մի քիչ բան է, ոնց որ մեր արածի իմաստը մենք դրա մեջ ենք տեսնում, տենց ասեմ։ Ամեն դեպքում սա սերմ է, որը մեր երկրի երեխաներին պատրաստում է դեպի ավելի հասուն մարդ դառնալու։ Ձեր գնահատականը մեզ համար է մեր ոնց որ աշխատանքն է, շատ ուրախ ենք այդ գնահատականների համար, նշանակում է, որ ինչ-որ ձևով կարողացել ենք մեր ուզածին հասնել, բայց մեզ համար մեր նպատակը, ասում եմ, անելուց այն է, միշտ երեխեն ա եղել, միտեղ էլ տեքստի մեջ գրել ենք, չէ՞, ամեն քառակուսի միլիմետրը այս գրքի ստեղծելիս մեր մտքում եղել են երեխեքը։ Այսինքն արվեստի գործը բնականաբար ուզել ենք, որ հասանելի լինի երեխեն մոտենա, գա, հասկանա եւ դա իրան փոխանցի հնարավորություններ, էմոցիաներ, մտածելու կարողություն, տեսնելու հաճույքը զգա, հասկանում եք, երբ որ երեխեն մանա գալու ունդեղ գտնելու է, բույն նստած չէ, իրան նայում է, իրան նման մտածող հետաքրքրասեր հայացքով, ես պատկերացնում եմ այդ երեխու ուրախությունը։ Միտեղ էլ գրում եք, գիտես, նկարելը ճանաչելու ձև է, եթե նկարես կհամոզվես, այսինքն նաև դրթում եք, որ իրենք էլ ակտիվ լինեն եւ իրենք էլ ստեղծագործեն ճանաչողական ուժի, որ արվեստ այդ ուժը ինքը ունի, այսինքն երեխեքը արվեստի գործերի միջոցով ճանաչում են աշխարհը։ Այսինքն ինչպես է տեսել նկարիչը։ Այդ նաև Լիլիթեն ասացնա, որ մի պատասխան չկա։ Տես շնիկին մենք լիքը շներ ունենք, մի քանի հատ փիսո ունենք, ասենք ամեն նկարիչը իր ձևով է տեսել այդ շանը։ Այդ հենց բազմակարծության մասին է, բազմաթիվ հայացքներով, տարբեր անկյուններով նայելու հնարավորությունների մասին է, որպեսզի տեսնես, այլ Ռոդրիգի բանի խճանկարի շնիկի մեղավոր հայացքի տարբեր շների մեկի հայացքն ենք կարևորել, մեկի գույնն ենք կարևորել, այսինքն արվեստին մոտեցնելու համար այդ բոլորի միջոցով ինքը հասկանում է, որ մի ձև չկա շունը տեսնելու։ Այո, եւ արվեստին մոտեցնել ասացիք, բայց սա միայն դա չէ, իմ տպավորությամբ սա նաեւ մի քանի տարբեր գործերին ծանոթ լինելով ինքը իրենը վերցնելու հնարավորություն տվող աշխատանք է, որ այդպես չեք ասում, էլի, որ սա է եւ վերջ, ինքը տեսնում է մի քանի տարբերակներ եւ ինքը հասկանում է, որ տարբեր են։ Իմ մոտ այսպիսի տպավորություն կա, որ եթե ընդհանրապես նաեւ դասագրքերը, եթե այդ կաղապարներից դուրս լինեն եւ շատ լավ մտածված լինեն, հետո արդեն մեծ տարիքում ցանկություն չի լինի եւ իմաստել չի ունենա ինչ-որ տրաֆարետային այսպես հասկացություններ մտցնել հասարակության մեջ եւ փորձել, որ դա ընկալելի լինի բոլորի համար, հա, մարդկանց ընդունել, տարբերությունները հասկանալ եւ այլն, եւ ընդհանրապես բազմակարծություն ասացիք, մտքի ազատության մասին խոսեցինք, բայց եթե մենք ցածր տարիքից ապահովենք այս որակը, վստահաբար դրա կարիքը ուղղակի չի լինի շատ ավելի տասնամյակներ անց, ավելի ուշ։ Ավելի քիչ պարտադրանք կներես Հելմինե, ավելի քիչ գրքերում որ չլինի sense կա մի ձև ու այդ պարտադրել, այլ երեխեքին հնարավորություն տալ մեկնաբանելու, այդ մեկնաբանելու հնարավորությունը ճշտից սխալի ձեռքով մեծ գիրքը այդ հնարավորությունն է տալիս երեխեքին ու շատ լավ կլինի որ sense գրքերը շատ լինեն։ Այո։ Շնորհակալություն ձեր աշխատանքի համար եւ քանի որ մեր զրույցինքում ինչպես արդեն նշեցի 9-րդ դասանցների գրած տեքստերն են եւ բովանդակությունը այդ տեքստերի, հիմա անցնենք ձեր համոզմունքին։ Ինչ է կարծում ձեր եւ նմանատիպ գրքերով մեծացող երեխաները կկարողանան հեշտ տեքստ գրել։ Այսինքն հեշտ միայն գրելը չէ, որ դա լինի նաեւ ինքնուրույն միտք, ստեղծագործ միտք, չկաշկանդված լինի, չարտագրեն, մեկը մյուսի նման չփորձեն անել եւ այլն։ Ես կարծում եմ, որ եթե այս գիրքը լեզվի մասին ենք եթե խոսում, դրանով զբաղվող գրողների, տեքստ գրողների,
ստեղծագործողների համար լիներ օրինակ, ասենք իրենց սա ոգևորեր, ոչ թե ասեն, այս ինչ լեզու է, այս ինչ են արել, այստեղ էսպես պիտի ասվեր, այնտեղ սենց բան, կամ ինչու են օրինակ եսը դրել, երեխուն էգոիզմ են սովորացնում, այն դեպքում, երբ որ մենք ուզում ենք, որ երեխան հստակ իմանա ինքը ինչ է ուզում, որտեղ փոքրուց հնարավորություն չի տրվում երեխային ինքը իրեն ճանաչելու։ Իսկ խոսեցինք արդեն ինքնաճանաչման ցածր մակարդակը ինչքան վնասներ կարող է բերի հանրությանը ընդհանրապես, ասենք մենք ազգովի ինքնաճանաչման ցածր մակարդակին։ Հա իհարկե խոցելի մարդ է, դու քեզ չես ճանաչում, կողքից մեկը մի բան ասում, գնաց կռիվը, որ ես տենց չեմ, իսկ երբ որ դու գիտես, որ դու տենցն ես, ասում ես հա, հələ երևում է, որ ես տենց եմ, հա։ Այդ ինքնաճանաչման մակարդակը շատ կարևոր է։ Ու այս եսը մենք դրա համար տենց կարևոր է, շատ ադուր գալիս, որ կա, որովհետև երեխային երբեք չեն ասում դու սա սիրում ես, դու ինչ ես զգում ես մուլտիկը նայելուց, ուզում ես այս ինչը, թե չես ուզում, իրանք ասում են այսպես պիտի արվի, ու երեխան մեծանում է, դառնում է 40 տարեկան, ինքը հենց չգիտի ինքը ինչ է ուզում։ Ինքը լավ գիտի մամային ինչ է ուզում, երեխան ինչ է ուզում, ընկերները իրանից ինչ են սպասում, հասարակության հանրությունը իրանից ինչ է սպասում, ինչպես պետք է լինի լավ մարդը, լավ քաղաքացին, բայց ինքը անձամբ ինչ է ուզում, ինչն է իրան հետաքրքիր, այստեղից գալիս է սխալ մասնագիտություն ընտրելը, որտեղ ինքը երբեք չի մտածել, որ ինձ ինչն է հետաքրքիր, ինչն է հավես, ինչն եմ լավ անում, ինչը փող կբերի, լրիվ ուրիշ են ճանապարհ պատճառները ընտրելու, բայց իրական պատճառը ինքը պետք է լինի այն, որ ինչն է, որ ինձ ոգևորում է, ինչն է, որ ինձ դուր է գալիս ու ես լավ կանեմ։ Իրանք իսկապես կապված են իրար հետ, մենք չենք հորինում այս ամեն ինչը։ Իսկ ինչ վերաբերում է բուն խոսքի զարգացմանը, եթե նայենք, այս մի բան է, որ սովորելով է։ Պիտի սովորեն, այսինքն եթե ինքը լիքը կանոններ գիտի, չի նշանակում ինքը լեզու գիտի, չէ։ Այո։ Բայց դի կանոնը ճիշտ ինքնարտահայտ։ Եվ ես հրաշալի լեզվի կրողներ գիտեմ, որ ոչ մի կանոն չգիտեն ընդհանրապես, որովհետև սկզբից լեզուն ա եղել, հետո այդ կանոններն են ստեղծվել։ Եվ ես գտնում եմ, որ այդ մեթոդը դրա, էլի այս մեր գրքի սկզբունքների մեջ, որ երեխան մտածի ինքնուրույն հասնի, չէ, ինչ որ մի բան ինքն էլ տեսնի։ Էլի տեղա թաքնված, այսինքն դու գործնականից պիտի գնաս, դու պիտի վերցնես լեզուն, ասենք մի հատված խոսք, գրքից, հոդվածից, չգիտես ինչից, ու այդ վերլուծելով բոլորը միասին, ես սովորելու եւ սովորեցնելու ձևը տենց եմ տեսնում։ Բոլորս միասին գալիս ենք, ասում ենք հա, ու այստեղ կարանք կանոն, ոնց որ գործնականից գնում ենք տեսականի, այն ինչ որ արել են բանասեր գիտնականները, գնում ենք այդ ճանապարհով, վերջապես այդ գիտնականները լեզվի այդ կանոնները, կանոնակարգումը բուն լեզուն խոսք ուսումնասիրելով են չէ արել։ Այսինքն մենք աշխատում ենք նյութի վրա, գնում ենք տեսական գիտելիքի, որտեղ երբ որ տեսականը տալիս ես են էլ տերմինոլոգիայով բանով, տերմինաբանությամբ Տենց համարյա բան չի ասում իրան, էլի։ Հետո բանջվել, բացել են, ինչ է նշանակում, մեկ էլ մի հատ բացառությունը աչքով ընկնում, ասում է, վայ, սուտեր ուրեմն էս կանոնը։ Դրա համար ես միշտ մտածում եմ, որ պիտի գործնականից գնանք տեսականի, եւ այդ կտայր արդյունքների, եւ միշտ ասում եմ, էլի այս գրքի հիմքում տեքստերի էլ ամեն ինչի հիմքում Լիլիթի ասած նկարազարդման, մտահղացման, կոնցեպտի հիմքում է տանգած եղել, որ եթե ես ուզում եմ մի բան եմ ստեղծում մեկի համար, առանց հաշվի առնելու այդ մեկի ցանկությունները, պահանջները, հետաքրքրությունները, ինչի եմ անում։ Նաև հնարավորությունները, այո։ Ինչի եմ անում։ Այսինքն այդ ինքնանպատակությունը մեզ անձամբ ինձ սպանում է։ Այսինքն եթե ես հիմա հաշվի չառնեմ, որ որևէ բան է տեսերների մասին, որ ասում եք, ես սովորեցնում եմ այս ինչ տարիքի երեխաներին, որոնք ապրում են այս ինչ միջավայրում, ունեն այս հետաքրքրությունները, խնդիրները եւ այլն, ուրեմն ես իրան դրանք հաշվի առնելով պիտի որևէ դասընթաց, որևէ
դաս բացատրեմ, որևէ օրինակ բերեմ, էլ ինչի եմ անում, այսինքն ինձ համար մեկը դա տեղ կհասնի թե չէ, դա օգուտ կտա թե չէ։ Ինչի եմ էլ անում այդ գործը, էլի։ Այդ սկզբունքով ինձ թվում է պիտի ստեղծվեն դասագրքերը, բայց դասագիրքը այդ հարցի մի կողմն է իհարկե, դասագիրքը օգտագործողը ավելի կարևոր է այս պահին, էլի։ Նկատի ունեք ուսուցիչներին էլ, սովորողներին էլ։ Իհարկե։ Լիլիթ, տեսանելիք մատենաշարը ինչպես է շարունակվելու, այս ձեր առաջին գրքից տպավորությունը կա, որ շատ խոր վերլուծություն կա ձեր առաջին գրքի տակ դրված եւ ակնհայտ է, որ մտածել եք, որ այսօր արդեն պիտի լինի այս գիրքը, որ 15 տարի հետո, արդեն 18 տարեկան մեր քաղաքացիները լինեն բոլորովին այլ շերտերով մարդիկ եւ քաղաքացի։ Ինչ է լինելու հաջորդիվ, ինչին սպասենք։ Մեծ հաշվով այո, սա մատենաշար է եւ մտածված է որպես շարք, որովհետեւ այդ մեր ցանկությունը նայել ու տեսնել շատ բարդ բան է, տենց միանգամից մի գրքով չի լինում։ Հիմա այս պահին աշխատում ենք, սկսում ենք աշխատանքները երկրորդ գրքի վրա։ Մենք հետևողական անելու ենք այդ աշխատանքը, որպեսզի երեխաները նայեն եւ տեսնեն եւ հասկանան, որ իրանք կարող են, իրանք եւս արվեստագետ են։ Առաջինը կենթանիների աշխարհին էր վերաբերում, երկրորդը կբացահայտեք, թե մի քիչ ավելի ուշ, հա, դեռ երևի չասենք, որտեղ հավեսով ենք անում, համշակման փուլում, ոնց արդեն նշեցինք, մենք սենց հեշտ աշխատողներ չենք, այնքան հարցեր է, մինչև մի բան որոշում ենք, 1000 հարց է տրվում, ինչի, ոնց, բա երբ, բախի, ու դրա համար մի քիչ այդ հենց հաստատման փուլը, որ այս թեման է լինելու, երկար է տևում, հիմա այդ ընթացքի մեջ ենք, որպեսզի հաստատվի հաջորդ թեման։ Եթե չեմ սխալվում, առաջին գրքի աշխատանքները ամփոփվել են 5 տարվա ընթացքում։ Այսինքն սկզբից մինչև վերջ 5 տարի դուք փաստորեն անդուլ աշխատել եք։ Դե առաջինը միշտ դժվար է։ Քանի որ ինքը լրիվ նոր պրոդուկտ էր, քանի որ ինքը լրիվ նոր հայալեզու էր, քանի որ ինքը զրոյից sense կոնստրուկտ էինք հավաքում, ինչ պիտի լինի, դրա համար շատ երկար տևեց ու թիմ, էլի, այստեղ թիմային աշխատանքը շատ հավես է, բայց նաև ունի իր բարդությունները։ Եվ դրա համար այո, տևեց 5 տարի, բայց ես հույս ունեմ, որ ոչ թե հույս ունեմ, ասեմ համոզված եմ։ Ես մեծ ցանկություն ունեմ, որ մյուս տարի արդեն մյուս Bookfest-ին սենց հնչեցնեմ, որ լինի, չէ։ Արդեն մենք կունենանք երկրորդ գիրքը։ Ես շատ ուզում եմ։ Անչափ շնորհակալություն ձեր կատարած աշխատանքի համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Եթե ավելացնելու բան ունեք, խնդրեմ ամփոփենք։ Մերսի, որ նկատել եք։ Մեզ միշտ հաճելի է sense մեկնաբանությունները, որ նայել ու տեսել են։ Նույնիսկ կողքից այո նկատել են, նայել տեսնելը, որովհետև արդեն երկրորդ տարին մտածում ենք ինչ են կարդացել մեր երեխաները, որ գրում են այնպես, ինչպես ցանկանայինք, որ շատ ավելի հետաքրքիր մտքերով գրեին։ Հա իրականում է Լիլիթը ասած մեզ շատ ուրախացնում է, որ ոչ թե անձնամեր շոյում, այլ այն, որ մեր նման մտածողներ էլ կան, մեր նման տեսնողներ էլ կան, նկատել են, էլի։ Կան եւ ուսուցիչների շարքերում էլ կան։ Հստակեցնում եմ, որ ուսուցիչների շարքերում էլ կան, շատ ուրախալի է, որոնց վրա է այն հույսը, որ մեր երկրում կրթությունը կլինի շատ ավելի որակյալ։ Շատ շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, ես զրուցում էի Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի ներկայացուցիչներ Լիլիթ Անտոնյանի եւ Հերմինե Ստեփանյանի հետ կհանդիպենք։